բայց դա էլ է շատ քննարկում, թե ինչու բերեցի Սերժ Սարգսյանին, ինչու բերեցի Քոչարյանին։ Բացատրեմ։ Սերժ Սարգսյանին ես բերել եմ ոչ թե Ղարաբաղից, այլ Մոսկվայից։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից աքսորված էր։ Նա ուներ խնդիրներ, ուներ լուրջ վեճեր, որքան էլ հիմա այլ բան ասեն, բայց այդպես էր։ Նա արդեն 1 տարի ապրում էր Մոսկվայում, օգտակար գործեր անում, այնտեղ բանակի մատակարարման գործով շատ լավ համագործակցում էր եւ Վազգեն Սարգսյանի հետ եւ Ղարաբաղի իշխանությունների ոմանց հետ օգտակար շատ կարևոր գործ էր, բայց նրա ինչ ասեմ, նա կարող մարդ է, նա ուներ փորձ, երևի մեզանից ամենաշատ փորձը միշտ աշխատել է պետական ապարատներում, կազմակերպչական ընդունակություններ ուներ, նրա կարողությունների համար սա շատ փոքր գործ էր։ Մենք նրան Հայաստան հրավիրեցինք, վստահեցինք Հայաստանի բանակը եւ եկեք անկեղծ լինենք, ազնիվ լինենք, շատ լավ էլ նախարար է եղել։ Շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում, եւ անվտանգության, եւ բանակի, եւ ոստիկանության։ Ստե ոչ մի, ինչ ասեմ, ինչպես պահանջ կամ բան ես նրան չեմ կարող ներկայացնել այդ տարիներին կատարած աշխատանքի համար։ Իմացեք, ամեն մարդ անօգտակար, անպետք մարդ գոյություն չունի։ Ամեն մարդ ունի իր կարողությունները առավելագույնս դրսևորելու իր առաստաղը։ Առաստաղի ցած նրանք հրաշալի մասնագետներ են, հրաշալի պրոֆեսիոնալներ, հրաշալի աշխատող։ Երբ նրա մեջ ինչ-որ դրանից ավելի ամբիցիաներ են ծագում, այստեղ է արդեն, որ երևում է այդ մարդու եւ իր հավակնությունների հակասությունը։ Ուրեմն, սա փակեցինք, հիմա Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Հայաստանում ստեղծվել էր մի իրավիճակ, ես անկեղծորեն պիտի խոստովանեմ, 96 թվականի այդ աղմկոտ ընտրություններից հետո, երբ իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար։ Չեմ ամաչում, անկեղծ ասում եմ սա։ Եվ երբ մենք հրավիրեցինք Արմեն Սարգսյանին Անգլիայից, սա հաղթահարվեց։ Նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական եւ շատ, ինչ ասեմ, դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից։ Բայց նա ժամանակ չունեցավ որևէ գործ անելու, 2 ամիս հետո լուրջ հիվանդացավ եւ վերադարձավ Լոնդոն։ Մենք արդեն այստեղ կանգնեցինք ավելի դժվար վիճակի առաջ, քան Արմեն Սարգսյանին հրավիրելուց առաջ։ Սա էլ ավելացավ, գումարվեց։ Ուրեմն ասացի, հասարակական մթնոլորտն այնպիսին էր, որ ում էլ նշանակեի Հայաստանի ներսից վարչապետ, առավել ևս եթե հանկարծ Աստված մի արածցե շեի բանդիտներից մեկին նշանակեի, ասում մի նոր պայթյուն էր լինելու մեր երկրում։ Մեզ պետք էր մի հավասարակշռող պահ, որպեսզի մենք կարողանայինք այս մթնոլորտը հաղթահարել։ Ուրեմն ես ունեցել եմ 2 նկատառում Քոչարյանին հրավիրելով Հայաստան։ Առաջին, նա նույնպես, ինչպես ասում են, նեյտրալ անձնավորություն էր, Հայաստանի ներքին այս պայքարների մեջ հարվածներ չհասցրած եւ հարվածներ չընդունած մարդ, իսկ ես քաղաքականություն այդպես եմ հասկանում, եթե քաղաքականության մեջ մտար եւ չունես ընդունակություն հարվածներ տալու եւ հարվածներ ընդունելու, ավելի լավ է գնաս տուն ճաշ պես, քաղաքականության զբաղվել պետք չի։ Ուրեմն Հայաստանի ներքին այս պայքարների մեջ նա ընդհանրապես խառնված չի եղել, ունեցել է դրական կերպար եւ ես գնահատեցի դա, Ղարաբաղում մեծ գործ է արել։ Ուրեմն սա մեկ նկատառումն էր, որպեսզի այս մթնոլորտի համար ընդունելի դառնար։ Եվ ասեմ, սա եղել է ըստ երևույթին նույնիսկ Արմեն Սարգսյանին հրավիրելու ժամանակ եղել են դժգոհություններ։ Որովհետև նա ասել են կտրված է եղել Հայաստանից, միշտ արտասահմանում է ապրել, տեղյակ չէ Հայաստանի, բայց Ռոբերտ Քոչարյանի նշանակից ոչ մի դժգոհություն չի եղել։ Հայաստանում
չի եղել մի մարդ, որը հավանություն տված չլիներ այս նշանակմանը։ Եղել է, ասում եմ, ընդամենը 2 արձագանք։ Վազգեն Մանուկյանն էր, որը պես մեկ տողով ասել էր, ես գտնում եմ, որ սխալ է Ղարաբաղի նախագահին բերել Հայաստան, որովհետև դա հետագայում կարող է խնդիրներ առաջացնել Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերություններում, եւ ճիշտ էր։ Հեռանկարում դա ճիշտ էր, ճիշտ դուրս եկավ։ Եվ երկրորդը մի Ալեքսանդր Աղամալյան կար, հիմա էլ կա երևի ներողություն։ Եվ նա շատ լուրջ հոդված էր գրել, որտեղ հիմնավորում էր, որ ուրեմն Քոչարյանի նշանակումը Հայաստանի վարչապետ սխալ է։ Այս 2 արձագանքն եղել, ուրիշ ոչինչ։ Մնացածը միայն հավանություն, միայն դրական վերաբերմունք։ Ասեմ ավելին, Քոչարյանը 1 տարի աշխատեց վարչապետ եւ կրկին ասում եմ շատ լավ աշխատեց, շատ բարեխիղճ, շատ հստակ եւ արդյունավետ։ Ինչու փոխվեց նա։ Հենց սա է մեր նախկին եւ ներկա իշխանությունների տարբերությունը։ Նախկին իշխանությունը այսպիսի բուրգ չէր։ Կային լուրջ հակակշիռներ, ոչ միայն օրենսդիր իշխանության հետ դատական, այլ նույնիսկ գործադիր իշխանության ներսում յուրաքանչյուրը քաղաքական ֆիգուր էր։ Վազգեն Սարգսյանը, Վանոս Իրադեղյանը, մեր մյուս նախարարը, դրանք քաղաքական ֆիգուրներ էին։ Նրանք չէին կարող ենթարկվել, եթե որևէ մեկը հավակնություն ունենար, որևէ բուրգի։ Չէին կարող։ Դա կարող է տեղի ունենալ միայն եթե գործադիր իշխանությունը քաղաքական մարմնից վերածես այլ հարաբերություններով կարգավորող մարմնի։ Դրա համար նա այն ժամանակ ուրիշ ձևով չէր կարող աշխատել։ Նույնը Սերժ Սարգսյանը եւ մյուսները։ Զարմանալի բան կարող է թվալ, բայց նույն մարդը տարբեր պայմաններում կարող է բոլորովին տարբեր կերպարանքներ ունենալ։ Նույն մարդը։ Մի զարմացեք, դուք դեռ շատ երիտասարդ եք, ձեր առաջիկա կյանքում հազարավոր այսպիսի օրինակներ եք տեսնելու։ Ձեր ամենահավատարիմ ընկերը, որին թվում է թե ճանաչում ես 40 տարի, մի օր կտեսնես այլ պայմանների մեջ նա դարձել է բոլորովին ուրիշ մարդ։ Եվ դրական, եւ բացասական առումով։ Ամենավախկոտ թվացողը մեկ էլ կտեսնեք ամենահերոսն է, ամենաքաջը։ Կամ ամենաքաջ, գիտեմ, հերոս թվացող կտեսնեք կատու է իրականում։ Չզարմանաք, բացարձակապես։ Ամենաազնիվը կարող է դառնալ ամենամեծ գողը կամ, չգիտեմ, ճարպիկ թվացողը լինել ամենաազնիվը աշխատանքի մեջ։ Մետամորֆոզներ են, որոնք հատուկ են մարդկությանը, գլխավորն այն է, որ մարդուն պետք է դնել նորմալ պայմանների մեջ, ոչ թե խրախուսել մարդկանց ստորին բնազդները։ Ստալինի ժամանակ եւ հետո կամ առաջ ժողովուրդը նույնն էր։ Ինչու Ստալինի ժամանակ հանկարծ բոլորը դարձան մատնիչ, բոլորը դարձան վախկոտ, իսկ Խրուշչովի ժամանակ նույն մարդիկ ուղղեցին իրենց մեջքը, դարձան հպարտ, նույն մարդիկ։ Ուրեմն խնդիրը մարդը չի, խնդիրը ժողովուրդը չի, խնդիրը իշխանություններն են, որոնք մարդկանց դնում են այս կամ այն պայմանների մեջ։ Հիմա, ասած ես մեկ նկատառումը, թե ինչի Քոչարյանին բերի է։ Երկրորդ նկատառումը, որ շատ կարևոր էր, ինձ համար եւ ընդհանրապես խնդիրի լուծման համար, Ղարաբաղի խնդրի լուծման համար, դա այն էր, որ բնականաբար Ղարաբաղը այս խնդրին մոտենում է Ղարաբաղի շահերի տեսակետից։ Սա հատուկ է բոլոր լոկալ, մարզային կամ գավառային հայրենասիրություններին եւ այլ կերպ չի կարող լինել։ Մեր ողջ պատմության մեջ բդեշխները, իշխանները ունեցել են իրենց լոկալ շահերը։ Շահ ասելով ես շահադիտություն նկատի չունեմ։ Բնական կապվածություն այդ հողին, բնական պարտք այդ ժողովրդին։ Եղել է այդպես, այսուհետև էլ այդպես պիտի լինի։ Այո, Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի նախագահը հետագա բանակցություններում, կարգավորման պրոցեսում
պետք է առաջնորդվի Ղարաբաղի շահերի տեսակետից։ Հայաստանը Հայաստանի շահերի, Ղարաբաղը Ղարաբաղի շահերի, Ադրբեջանը Ադրբեջանի շահերի։ Սա է ձևը եւ եթե ուզեք էլ փոխել չի ստացվի, այդպես պիտի լինի։ Ուրեմն, բայց այսպիսի պարագայում ծագում են միշտ հակասություններ Ղարաբաղի շահերի եւ Հայաստանի շահերի միջև։ Ցանկացած դեպքում դա միայն այսօրվա բան չէ, ամբողջ պատմության ընթացքում այդպես է։ Նույնը Յուգոսլավիայում էր։ Յուգոսլավիայի շահերը մի բան էին պահանջում, իսկ Բոսնիա Հերցեգովինայի սերբերի շահերը ուրիշ բան։ Ի վերջո, չգիտեմ, գտնվեց բազմաթիվ արյունահեղություններից հետո ինչ որ մի կոնսենսուս, որը չեմ կարծում, որ դա վերջնական լուծում է։ Սա կա, սա օբյեկտիվ է, սա պիտի լինի։ Ուրեմն իմ խնդիրն էր, ասեցի, երկրորդ նկատառումը Քոչարյանին հրավիրելով, որ Քոչարյանը կարողանա այդ խնդրին դինելով Հայաստանի վարչապետ, կարողանա վերջապես այս խնդրին նաև Հայաստանի տեսակետից։ Եվ եթե նա ճիշտ քաղաքականություն ընտրեր, այսինքն ոչ թե գնար կարգավորումը խափանելու, վիժեցնելու ճանապարհով, այլ կարգավորումը իրացնելու ճանապարհով, հարցը լուծելու ճանապարհով, ես կարծում եմ այսօր այո, այ վիճակի կլիներ, նույնիսկ իմ նկատմամբ էլ ավելի մեծ առավելություն կունենար, հարցին մոտենալ թե Ղարաբաղի, թե Հայաստանի տեսակետից։ Սա է ամենը։